Լիլիթի և Տիգրանի հարսանիքը հեքիաթի էր նման։ 3 օր ու գիշեր ամբողջ գյուղը քեֆ էր անում, երաժշտությունը չէր դադարում, իսկ կենացները հնչում էին անվերջ։ Բայց հենց հյուրերը ցրվեցին և Լիլիթը ոտք դրեց Տիգրանի հայրական հին տուն, հեքիաթն ավարտվեց։ Տանը իշխում էր Գայանեն, Տիգրանի մայրը, թիկնեղ, սև ու խիստ աչքերով մի կին, ում ձեռքերը կարծես երբեք հանգիստ չէին տեսել։ Նա հարսին ընդունեց սառը, բայց քաղաքավարի։ Սակայն հենց առաջին ամուսնական գիշերը սկսվեց մի տարօրինակ ավանդույթ։ Նախքան երիտասարդները կգնային իրենց ննջարան, Գայանեն Լիլիթի դիմաց դրեց մի բաժակ։ Ըմպելիքից թանձր ու բուրավետ գոլորշի էր բարձրանում։ «Խմիր աղջիկս», ասաց նա այնպիսի տոնով, որին հակաջառելն անհնար էր։ «Սա մեր ընտանեկան հին բաղադրատոմսն է, սարի խոտաբույսեր են, որպիսի քունդ պինդ լինի, նյարդերդ հանգստանան և որպիսի շուտ մայրանաս»։ Լիլիթը նայեց ամուսնուն։ Տիգրանը հայացքը փախցրեց և ցածրաձայն ասաց. «Խմիր, Լիլիթ, մայրիկը գիտի ինչն է օգտակար»։ Հեղուկը մածուցիկ էր, օշինդրի և այրած շաքարի համով։ Լիլիթը խմեց մինչև վերջին կաթիլը կեսրոջը չնեղացնելու համար։ 10 րոպե անց նրա կոպերը ծանրացան, նա հազիվ հասավ անկողնուն և ընկղմվեց սև անհիշողություն քնի մեջ։ Այդպես շարունակվեց 1 շաբաթ։ Ամեն երեկո դառը եփուկով բաժակը, ամեն առավոտ ծանր գլուխ և ջարդվածության տարօրինակ զգացում, կարծես ոչ թե քնել էր, այլ ամբողջ գիշեր քարեր կրել։ Լիլիթը սկսեց տարօրինակ բաներ նկատել։ Մի առավոտ նա արթնացավ և տեսավ, որ եղունգների տակ հող ու կեղտ կա, չնայած քնելուց արթ չլողացել էր։ Մեկ ուրիշ անգամ արթնացավ ուսի քերծվածքով։ «Սա որտեղից է», հարցրեց նա Տիգրանին։ «Երևի քնի մեջ շրջվել ես, հարվածել ես մահճակալի գլխին», արագ պատասխանեց նա, բայց աչքերի մեջ չնայեց։ Անհանգստությունն աճում էր։ Լիլիթը նկատում էր, թե ինչպես են Գայանեն ու Տիգրանը շշուկով խոսում անկյուններում և լռում, հենց ինքը ներս է մտնում։ Սկեսունը նրան նայում էր ոչ թե ուղղակի խիստ, այլ ինչ-որ զգուշավորությամբ։ Կարծես բանտի հսկիչ լիներ։ «Ինչի համար պիտի խմեմ սա», ընդվզեց Լիլիթը 10-րդ օրը։ «Ես ինձ զոմբիի պես եմ զգում»։ «Խմիր», Գայանեն առաջին անգամ բարձրացրեց ձայնը, և նրա ձեռքի բաժակը դողաց։ «Սա քո օգուտի համար է, դու չես հասկանում»։ «Նրանք ինձ թունավորում են»։ Լիլիթի գլխով սառը մտքեր անցան։ «Նրանք ինչ-որ բան են թաքցնում։ Գուցե Տիգրանը հիվանդ է, կամ ուզում են, որ ես խելագարվեմ և այս տան վրա իրավունքներ չունենամ»։ Պլանը ծագեց ակնթարթորեն։ Երեկոյան, երբ Գայանեն մեկնեց բաժակը, Լիլիթը ձևացրեց, թե խմում է, բայց աննկատ հեղուկը հետ լցրեց բաժակի մեջ, ծածկելով բերանը խալաթի լայն թևքով։ Հետո հարմար պահ գտնելով պարունակությունը թափեց ֆիկուսի ծաղկամանի մեջ։ Նա պառկեց անկողնում, ձևացրելով, թե քնած է։ Սիրտը խփում էր այնքան ուժեղ, որ թվում էր ձայնը լսվում է ամբողջ տնով մեկ։ Գիշերվա ժամը 1 էր։ Լռություն։ Ննջարանի դուռը կամաց ճռաց։ Լիլիթը կիսով չափ բացեց աչքը։ Սենյակ մտավ Գայանեն։ Ձեռքին ոչ դանակ կար, ոչ բարձ, միայն բանալիների փունջ։ Նրա հետևից ներս մտավ Տիգրանը։ Նա շատ տանջված տեսք ուներ։ «Քնած է», շշուկով հարցրեց Տիգրանը։ «Պետք է որ քնած լինի, ես կրկնակի չափաբաժին եմ տվել», պատասխանեց մայրը։ «Աստված իմ, տղաս, ինչքան երկար կարող ենք սա թաքցնել»։ «Այնքան, որքան պետք է, մամ, ես սիրում եմ նրան»։ Նրանք մոտեցան պահարանին, մի կողմ քաշեցին այն և բացեցին մի գաղտնի դուռ, որը Լիլիթը երբեք չէր նկատել։ Մութ միջանցքից խոնավության և նեխած խոտ փչեց։ Գայանեն ու Տիգրանը անհետացան այնտեղ, դուռը ներսից կողպելով։ Լիլիթին սարսափը պատեց։ «Ինչ կա այնտեղ։ Ուրիշ կին, գերի, թե նրանք այնտեղ ինչ-որ ծերեր են կատարում»։ Նա սպասեց կես ժամ։ Հետաքրքրությունն ու վախը պայքարում էին նրա մեջ, բայց ճշմարտությունն իմանալու ցանկությունը հաղթեց։ Նա վեր կացավ, մթարության մեջ շոշափեց ծանր պղնձե մոմակալը պաշտպանվելու համար և մոտեցավ պահարանին։ Գաղտնի դուռը փակ էր, բայց նրանք մոռացել էին հանել բանալին։ Դողացող ձեռքերով Լիլիթը պտտեց այն։ Աստիճանները տանում էին դեպի նկունք։ Լամպի թույլ լույսը լուսավորում էր բետոնե պատերը։ Նա իջնում էր մոմակալը ամուր սեղմած, ներքևից ձայներ էին լսվում։ Նա նայեց կիսով չափ բաց երկաթե դռնից ներս։
Այն ինչ նա տեսավ ստիպեց նրան քարանալ։ Դա բանտախուճ չէր։ Դա կահուրված հիվանդասենյակ էր, սպիտակ պատեր, կաթիլայիններ, փափուկ գոտիներ մահճակալի վրա։ Գայանեն նստած էր աթոռին եւ լալիս էր դեմքը ձեռքերով փակած։ Տիգրանը կանգնած էր կողքին, ձեռքը դրած մորուշն։ Մենք չենք կարող այլևս նրան դեղ տալ, մամ, դա քայքայում է նրա լյարդը։ Բա ինչ անենք, հեկեկած Գայանեն, եթե դադարենք նա նորից դա կանի։ Հիշում ես, թե ինչ պատահեց նրա նախկին փեսացու հետ։ Ոստիկանությունը մինչև հիմա կարծում է, որ դա դժբախտ պատահարար էր որսի ժամանակ։ Լիլիթը սառեց։ Ինչի մասին են նրանք խոսում։ Այդ պահին Տիգրանը բարձրացրեց գլուխը եւ տեսավ դռան մոտ կանգնած մոմակալով Լիլիթին։ Նրա դեմքը ծռմռվեց վայրի սարսափից։ Ոչ թե չարությունից, այլ հենց կենթանական վախից։ Լիլիթ, շշնջաց նա, հետ քայլելով եւ մորը իր մարմնով փակելով։ Դու թեյը չես խմել։ Ինչ է կատարվում այստեղ, գոռաց Լիլիթը, մոմակալը առաջ պարզելով։ Ում եք այստեղ պահում։ Դուք մարդասպաններ եք։ Դուք ուզում էիք ինձ թունավորել։ Գայանեն դանդաղ վեր կացավ, ձեռքերը վեր բարձրացնելով, կարծես հանձնվում էր։ Լիլիթ ջան, հանգստացիր։ Դիր մոմակալը։ Մենք ոչ ոքի չենք պահում։ Այս սենյակը այն քեզ համար է։ Ստում եք, հիստերիկ ծիծաղեց Լիլիթը։ Ես առողջ եմ։ Դուք եք հոգեկան հիվանդ։ Նայիր ֆիկուսին Լիլիթ, ցածրաձայն ասաց Տիգրանը։ Նայիր ննջարանի ծաղկին, որի մեջ թափել ես թեյը։ Լիլիթը հոնքերը կիտեց։ Ինչ կապ ունի ծաղիկը։ Երեք դու թեյը լցրել էիր պատուհանագոգի խորդենու մեջ, շարունակեց Տիգրանը դողացող ձայնով։ Իսկ գիշերը դու վեր կացար։ Դու չես հիշում։ Ես քնած էի։ Դու քնած չէիր, Գայանեն մի քայլ առաջ եկավ, արցունքները հոսում էին նրա կնճռոտ այտերով։ Դու ունես լուսնոտության հազվագյուտ ձև, որը բարդացած է ագրեսիվ անհատականության խանգարմամբ։ Ամեն գիշեր, եթե դու հանգստացնողի տակ չես, դու վերածվում ես ուրիշ մարդու։ Լիլիթը գլուխը տարու բերեց, հետ գնալով։ Սուտ է։ Նայիր ձեռքերիդ, ասաց Տիգրանը։ Լիլիթը իջեցրեց հայացքը։ Նա սեղմել էր պղնձե մոմակալը այնքան ուժեղ, որ մատները սպիտակել էին։ Բայց հարցը դա չէր։ Նրա գիշերազգեստի թևքը վեր էր բարձրացել, նախաբասկի վրա թարմ, խորը կտրվածք կար, իսկ սպիտակ վերնաշապիկի փեշին արյան չորացած հետքեր։ Անցած գիշեր դու դուրս պրծար, հեկեգաց Գայանեն։ Մենք չհասցրեցինք կողպել դուռը։ Դու գնացել էիր հավաբուն, դու խեղդել էիր բոլոր հավերին քո մերբ ձեռքերով Լիլիթ, իսկ հետո մտել էիր խոհանոց ու վերցրել դանակը։ Մենք հազիվ կարողացանք քեզ նորից պարկեցնել։ Լիլիթի գլխում կարծես ռումբ պայթեց։ Հիշողության հանկարծակի պորտկումը ծակեց ուղեղը։ Խավար, փետուրների հոտ, տաք արյուն մատների վրա, վայրի անզուսպ կատավության եւ ուժի զգացում, եւ Տիգրանի ձայնը, որը աղաչում է նրան ցած գցել դանակը։ Մոմակալը զրնգոցով ընկավ բետոնե հատակին։ Թեյը թույն չէ, ցածրաձայն ասաց Տիգրանը, մոտենալով նրան եւ գրկելով դողացող ուսերը։ Դա միակ բանն է, ինչը քնած է պահում քո ներսի դևին։ Մենք չէինք ուզում քեզ հանձնել հոգեբուժարան, մենք մտածում էինք, որ ինքներս գլուխ կհանենք։ Լիլիթը նայեց Գայանեին, սկեսրոջ աչքերում այլևս հաստություն չկար, միայն անչափելի հոգնածություն եւ խղճահարություն։ Ներիր ինձ աղջիկս, շշնջաց ծերկինը խալաթի գրպանից հանելով ներարկիչը։ Բայց այսօր մենք ստիպված ենք սրսկել։ Լիլիթը ուզում էր գոռալ, փախչել, բայց ոտքերը թուլացան։ Վերջին բանը, որ նա տեսավ մինչև խավարակը կլաներ նրա գիտակցությունը, սպիտակ հիվանդանոցային մահճակալի փափուկ գոտիներն էին, որը պատրաստված էր հատուկ իր համար, իր սիրելի ամուսնու տան նկուղում։